Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եկատերինբուրգում մասնակցել է Իննոպրոմ 2026 միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացված Ինդուստրիա 360 արտադրություն առանց սահմանների լիագումար նիստին։ Իր ելույթում Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է արձանագրում, իսկ պետական քաղաքականության առանցքային ուղղություններից է գիտատար արտադրությունների զարգացումը։ Վարչապետը շեշտել է, տեխնոլոգիաներն ու արհեստական բանականությունը պետք է ծառայեն ոչ թե մարդուն փոխարինելուն, այլ նրա ստեղծագործական հնարավորությունների ընդլայնմանը։ Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է գրանցում։ 2025 թվականին արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը 2024 թվականի համեմատ կազմել է 4,7%, իսկ ընթացիկ տարվա 4 ամիսների ընթացքում 13%։ Մեր արդյունաբերական քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը գիտատար արտադրությունների ձևավորումն է։ Բարձր տեխնոլոգիաների եւ արհեստական բանականության զարգացման դարաշրջանում մեզ համար հիմնական ուղենիշը պետք է մնա հումանիտար ասպեկտը։ Տեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան առօրյա միատարր աշխատանքից։ Լիագումար նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Բելարուսի, Ղազախստանի եւ Ղրղызստանի վարչապետները։ Քննարկումներից հետո Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը երկկողմ հանդիպում են ունեցել, անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների տնտեսական գործակցության եւ Եվրասիական տնտեսական միության շրջանակում գործակցության հարցերին։ Միշուստինն ակնկալում է, որ Հայաստանի նոր կառավարությունը, որը կձևավորվի քվեարկության եւ ընտրությունների արդյունքներով, կապահովի երկու երկրների հարաբերությունների զարգացումը, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների առաջընթաց զարգացումը։ Չնայած համաշխարհային տնտեսության տուրբուլենտությանը, Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում Հայաստանի արտաքին առևտրային գործընկերների եւ ներդրողների շարքում։ Կարևոր է, որ Հայաստանի կառավարությունը շարունակի հարմարավետ պայմաններ ստեղծել ռուսաստանյան ներդրողների գործունեության համար։ Վստահ եմ, որ երկու երկրների գործարարները կգտնեն նոր համատեղ նախագծերի եւ կոոպերացիայի հնարավորություններ։ Հայաստանի վարչապետն իր հերթին ընդգծել է, որ Երևանը պատրաստ է կառուցողական երկխոսության, օրակարգում առկա բոլոր հարցերի շուրջ եւ շահագրգռված է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմամբ։ Ընտրություններից հետո սա լավ առիթ է մեր հարաբերությունների օրակարգի ամբողջ շրջանակը քննարկելու համար։ Վերջին շրջանում ի հայտ են եկել որոշ խնդրահարույց հարցեր։ Հույս ունեմ, որ մենք կքննարկենք եւ կլուծենք դրանք։ Մենք տրամադրված ենք Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմանը եւ շահագրգռված ենք, որպեսզի Եվրասիական տնտեսական միության շրջանակում նախատեսված մեխանիզմներն աշխատեն լիարժեք եւ պլանային ռեժիմով։ Վարչապետը հույս է հայտնել, որ կայացած բանակցությունների արդյունքներով կհաջողվի լուծել կոնկրետ հարցեր։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։